Սաներվածքի պատճառով, որ ֆուտբոլիստն է ներողություն խնդրել իր երկրպագուների մայրերից։ Ինչ են խաղում։ Ֆուտբոլ։ Եվ Երևանի մետրոյի կայարան, եւ հայկական ֆուտզալի ակումբ։ Դժվար Չարբախլի։ Անցան։ Չարբախն է ճիշտ պատասխանը։ Չեմ հասկանում։ Այն բեխերով մարդը։ Մարկո Ռոյս։ Վայրը գյոց է։ Նույն պատրակաս։ Գերմաներենից թարգմանաբար ինչ է նշանակում տոր։ Տենց եմ ուզում։ Լավ թեմա է, աջապ սանդալակ կոչվում։ Ճիշտն ասած մի փոքր ջետայ վրա եմ աջապ սանդալի։ Ինչքան ուզենք, այդքան խփենք։ Դոնալդ Թրամփ։ Հեռախոսով նկարունի։ Տենց մի անգամից հանձնվեցիք։ Արարատ Արմենիա։ Ուրախ են բոլորը, ուրախ են Թուրքիայի արտգործ նախարարության ներկայացուցիչները։ Եկեք շնորհավորենք ինքներս մեզ։ Իսկ հիմա հարց ֆուտբոլասերների համար։ Ողջույն բոլորին, եթե ուրիշ ֆուտբոլի կամ Go Sport FM-ի YouTube-յան ալիքներում սկսել եք դիտել ուրիշ ֆուտբոլային քույզը, ուրեմն պատրաստվում եք առաջիկա 30 րոպեները անցկացնել ֆուտբոլային ինտելեկտուալ խաղի շուրջ։ Եթե առաջին անգամ եք դիտում մեր հաղորդաշարը, իսկ դա տրամաբանական է, քանի որ սա մեր առաջին հաղորդումն է, պատմեմ ձեզ մեր խաղի կանոնների մասին։ Այսօրվա խաղի ընթացքում Ռոբերտը ուրիշ ֆուտբոլից եւ Արեգը Ֆուտ 23-ից իրար հետ կմրցեն ֆուտբոլային բլից հարցեր, ֆուտբոլային այլ կերպ եւ Go Sport ռադիո փուլերում։ Իսկ նրանց այդ հարցում կօգնեն իրենց հյուրերը, սակայն միջև հյուրերին անցնելը մի փոքր շփվեմ տղաների հետ։ Ռոբերտ, ինչ կա ուրիշ ֆուտբոլից, ուրիշ ֆուտբոլային քույզներից, օֆլայն, օնլայն։ Կա, ամեն ինչ կա, ամեն ինչ բուրըն ընթացքի մեջ է, ուրիշ ֆուտբոլում գոլեր, նորություններ եւ առօրյա ֆուտբոլային անցուդարձ։ Իսկ օֆլայն քույզներից։ Իսկ օֆլայն քույզներից ինձ թվում է դու ավելի քաջատեղյակ ես, քանի որ դու ես հիմնականում այդ բոլորը կազմակերպում, բայց ասեմ, որ մեր օնլայն եւ օֆլայն ձևաչափով քույզները բավական ակտիվ ընթանում են։ Մենք Telegram-յան ալիքում ուրիշ ֆուտբոլ քույզի շատ հաճախ հարցեր ենք տեղադրում ֆուտբոլային, որոնց ֆուտբոլասերները ակտիվորեն պատասխանում են, հետո արդեն անցնում ենք օֆլայն ձևաչափի։ Շնորհակալություն։ Արեգ Ֆուտ 23-ում ինչ նորություններ կան, ինչ կպատմի։ Մեր նույնն է ինչ որ Ռոբը ասաց, ուղղակի Ֆուտ 23-ում առանց քույզերի, չնայած մեկ-մեկ Ռոբի մոտից տարածում ենք մեզ մոտ, որ մարդիկ նույնպես մասնակցեն եւ միանան Ռոբի ալիքներին։ Մի խոսքով, եթե ամեն դեպքում Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում չեք հետևում տղաներին, անպայման մի կորցրեք շանսը եւ բաժանորդագրվեք նրանց, իսկ ես ներկայացնեմ տղաներ ձեր այսօրվա հյուրերին Unisport ֆուտզալի ակումբի եւ իհարկե Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Միհրան Դերմենջյան եւ Սարգիս Մարգարյան, ողջույն ձեզ տղաներ։ Ես գիտեմ, որ Unisport-ը այս պահին գլխավորում է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Սկզբում խոսենք տեղական ֆուտզալից։ Ինչ կասեք, ինչպես են ձեր գործերը։ Տվյալ պահին, ինչպես ասացիք, շատ լավ, ընթանում ենք առաջին հորիզոնականում, բայց ամեն ինչ դեռ առջևում է, շուտով կսկսի play-off-ը առաջնության ու այնտեղ արդեն պարզ կդառնա, թե ով է դառնում Հայաստանի չեմպիոն։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այս մրցաշրջանում։ Միհրան Հայաստանի հավաքականը առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Գիտեմ, որ եւ պատմական եւ քեզ համար անձնական շատ էմոցիոնալ պահեր ես ունեցել։ Մի փոքր կկիսվես մեզ հետ դրանցով։ Եվրոպայի առաջնության մասնակցելը երազանք էր ու ոչ միայն երազանքը կատարվեց, այլ նաեւ գոլ խփեցի, 2 գոլի հեղինակ դարձա Ուկրաինայի հավաքականի հետ։ Շատ ուրախ եմ, ահա որ մեծ էմոցիաներ ենք ստացել ու այդ էմոցիաները մեզ էլ ավելի է մոտիվացրել աշխարհի առաջնությանը եւ շուտով աշխարհի առաջնության փուլին ենք մասնակցելու, երկրորդ փուլից ենք մասնակցելու աշխարհի առաջնությանը եւ այնտեղ արդեն պետք է էլ ավելի առաջ գնանք։ Եվրոպայի առաջնությանը կարելի ասել մեր համար մեծ փորձ էր։ Ես ուզում եմ ասել, որ ամեն դեպքում սպասելիքների այնպիսի սանդղակ եք հիմա դրել, որ արդեն կամաց-կամաց սպասում ենք մեդալների եւ մրցանակային տեղերի։ Դե ինչ, մի փոքր շփվեցինք եւ հյուրերի հետ եւ տղաների հետ ու կարծում եմ բոլորս պատրաստ ենք անցնելու մեր ֆուտբոլային քույզի առաջին փուլին բլից հարցեր։ Եվ այսպես առաջին փուլում ես տալու եմ թիմերին ֆուտբոլային բլից հարցեր եւ 1 րոպեի ընթացքում որքան կարողանաք ճիշտ պատասխաններ կուտակել, կհավաքեք այդքան անգամ 2 միավորներ։ Ռոբերտ, Արեգ, ես կխնդրեմ Չինգաչունգի միջոցով Ավանդականներ։ Առաջին հաղորդմանը մեր ավանդական Չինգաչունգի միջոցով որոշել թե որ թիմն է սկսում։
Կսկսես դու Ռոբերտ, Ոչ, իրենք կսկսեն։ Բայց ինչի։ տեն իրենք։ Տենց եմ ուզում։ Հիմա կարակ նաև երկրորդ անգամ չինգաչունգ անել, տեսնելու թե Առաջինում ով հաղթեց։ արդյունքն է։ Սկսում ենք Արեգի թիմից, սկսենք քեզնից, Արեգ, եւ այսպես, եթե բոլորը պատրաստ են, 1 րոպեն գնաց։ Սաներվածքի պատճառով որ ֆուտբոլիստն է ներողություն խնդրել իր երկրպագուների մայրերից։ Պոլ Պոգբան։ Ռոնալդո սխալ է, որ հանրահայտ գիտարար երգիչն է երիտասարդ տարիքում խաղացել Մադրիդի Ռեալում որպես դարպասապահ։ Խուլիո Իգլեսիաս։ Ճիշտ է, Անգլիայի Պրեմիեր լիգայի քանի գավաթ են նվաճել անգլիացի մարզիչները։ 0։ Ճիշտ է, որ ֆուտբոլիստն է մասնակցել աշխարհի առասությունների Հարասլավիայի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի եւ արդեն Սերբիայի հավաքականի կազմում։ Անցանք։ Դեյան Ստանկովիչ 2011 թվականին այդ ֆուտբոլիստը եղել է ոսկեգնդակի 10 հավաքնորդների ցանկում, չխաղալով Եվրոպա մայրցամաքում։ Ճիշտ է, աֆրիկական որ հավաքականն է առաջին ասել մինչև աշխարհի առասության կիսաեզրափակիչ փուլ։ Մարոկո։ Ճիշտ է, Եվրո 2000-ի եզրափակիչ խաղում որ ֆուտբոլիստը դարձավ ոսկե գոլի հեղինակ, Որ Եվրոյի։ Եվրո 2000-ի եզրափակիչ խաղում։ Անցանք։ Դավիթ Տրեզեգե, որ ֆուտբոլիստի խաղաշապիկին էր գրված Ջիո 10 վայրկյան։ Անցանք։ Ջովանի Վան Բրոնկոս, ով է եղել անպարտելի Արսենալի ավագը 2003-2004 մրցաշրջանում։ Պիրեսը։ Պատրիկ Վիեյրա 8 միավոր հավաքեց Արեգ իրենց թիմի համար, հիմա անցնենք Ռոբերտին։ Ռոբերտ, եթե պատրաստ ես 1 րոպեն մեկնարկում եւ հիմա ես քեզ տալու եմ հարցեր ֆուտզալից։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Որ հավաքականը դարձավ ֆուտզալի Եվրո 2026-ի հաղթող։ Իսպանիա Ճիշտ է, որ չափի գնդակով են խաղում ֆուտզալ։ 4 Պորտուգալիայի հավաքականի խաղացող 6-ակի աշխարհի լավագույն ֆուտզալիստ, Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն։ Պորտուգալիա Այո։ չգիտեմ Ռիկարդինիո Ճիշտ է, քանի մետրանոց հարված է նշանակվում թիմային 5-րդ խաղթումից հետո։ 10 Ճիշտ է, քանի փոփոխություն կարող են անել թիմերը ֆուտզալի խաղի ընթացքում։ անսահմանափակ Պալմաս ֆուտզալի եւ Հայաստանի ֆուտզալի հավաքականի բրազիլացի դարպասապահ, Լուան Մյուլլեր որ համարով է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականի դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ 16 Ճիշտ է, ֆուտզալի Եվրո 2026-ի ժամանակ այդ ֆուտզալիստը Հայաստանի հավաքականի կազմում դարձավ դուբլի եղնակ Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում։ Իրան Դերմենջյան Ճիշտ է, եւ Երևանի մետրոյի կայարան եւ հայկական ֆուտզալի ակումբ։ Օ ուֆ չէ Ֆուտզալի ակումբ Եվ Երևանի մետրոյի կայարան։ Դժվար Չարբախլին։ անցանք Չարբախն է ճիշտ պատասխանը։ Երրակի Հայաստանի լավագույն ֆուտզալիստ, ֆուտզալի հավաքականի անդամ, խաղացել է մեծ ֆուտբոլում Բանանցում, Ալաշկերտում եւ Կիլիկիայում։ Գարգին Մաշինան Ճիշտ է։ Ավարտվեց Ռոբերտի հարցերը։ 9 ճիշտ պատասխան ունեցավ Ռոբերտը եւ իր թիմին բերեց 18 միավոր, իսկ մենք սկսենք հարցեր տալ Միհրանին 1 րոպեն գնաց։ Որ թիմի մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն են անվանում Ստամբուլյան հրաշք։ Չգիտեմ։ Միլան եւ Լիվերպուլ, որ թիմում է սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան Լուկա Մոդրիչը։ Դինամո Զագրեբ։ Ճիշտ է, որ թիմն է պարտվել Չեմպիոնների լիգայի 3 անընդմեջ եզրափակիչներում։ Manchester City։ Յուվենտուս, որ հավաքականն է առաջինը կիրառել Կատենաչոն։ Չգիտեմ։ Իտալիան, որ հավաքականի դեմ մրցավեճում է Մարադոնան խփել Աստծո ձեռ կանոնով հայտնի գոլը։ Անգլիա։ Ճիշտ է, ում գլխավորությամբ է Manchester United-ը 1998-99 մրցաշրջանում գրանցել treble։ Ֆերգյուսոն։ Ճիշտ է, որ թիմից Լիվերպուլ տեղափոխվեց այդ ժամանակվա աշխարհի ամենաթանկ պաշտպանը 2018 թվականին։ Այդ նորից հարցեր։ Անցնենք, ինչպես էր անվանվում 2010 թվականի աշխարհի առողջության գնդակը։ Բրազուկա։ Ջաբուլանի մանկապատանեկավոր թիմի միացավ Ուեն Ռունին 9 տարեկանում United։ Everton 6 միավոր հավաքեց իր թիմի համար Միհրան Դերմենջյան, իսկ հիմա Ռոբերտի թիմից Սարգիսին հարցեր տանք, Սարգիս պատրաստ ես, կողմ 1 րոպեն հենց հիմա մեկնարկեց։ Ինչ մականուն ունի Southampton ակումբը։ Սրբեր, որ ակումբն է Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջինը հատել 1000 գոլի սահմանը։ Լիվերպուլ Manchester United քանի անգամ է Երևանի արատը դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 2 Ճիշտ է, այդ դարպասապահը իր կարիերայում ունի 100-ից ավելի գոլ։ Չիլավերտ Ռոժեսենի, որ հավաքականն է դարձել Եվրոպայի առողջության Անդրանիկ խաղարկության հաղթող 1960 թվականին։ ԽՍՀՄ Ճիշտ է, գերմաներենից թարգմանաբար ինչ է նշանակում տոր։ չգիտեմ Գոլ, որ երկիրը 2016 թվականին պաշտոնապես դարձավ UEFA-ի անդամ։ 2016-ին Այո, չեմ կարող Ջիբրալթար, ինչպես է անվանվում Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը։ Սեկունդա Ճիշտ է, Էլ կլասիկոների պատմության մեջ որ ֆուտբոլիստն է ստացել ամենաշատ կարմիր քարտերը։ Սերխիո Ռամոս Ճիշտ է, թե սխալ այս պնդումը FIFA-ն ունի ավելի շատ անդամպետություններ, քան ՄԱԿ-ը։ ճիշտ է Ճիշտ է, արգենտինական որ թիմերի դերբիում է տեղ ունեցել հայտի պիրոտեխնիկական մարտը։
River Plate Boca Juniors։ Ճիշտ է, սա վերջին հարցն էր։ Առաջին փուլից հետո Սարգիսը եւ Ռոբերտը հավաքեցին 30 միավոր, իսկ Արեգը եւ Միհրանը ընդամենը 14, բայց չենք ընկճվում, դեռևս արժևում մենք ունենք 2 փուլ եւ մենք անցնում ենք երկրորդ ֆուտբոլային ալիաս փուլին։ Մենք անցնում ենք երկրորդ փուլին, ֆուտբոլային ալիաս, 8 թեմա, յուրաքանչյուր թեմայում 8 տարբերակ, 1 րոպե ժամանակ խաղընկերոջը բացատրելու 8 տարբերակները։ Չենք օգտագործում արմատներ, չենք օգտագործում թարգմանություններ եւ կխնդրեմ նորից վիճարկել, թե ով է սկսում այս փուլը։ Զիջում ենք ձեզ։ Տենց մի անգամից հանձնվեցիք, լավ։ Ուրեմն մենք կսկսենք առաջինը։ Ռոբերտ, թեմաները 2 միավորանոց սանդղակով են կամ մեկական միավոր ես վաստակելու յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կամ երկուական։ Հիմա կարող ես թեման ասել Սարգսին եւ 1 րոպե կմեկնարկի ու կսկսենք։ Տակտիկական մենյու է։ Գնացինք։ Սկսեցինք։ Որ ինչ ես խաղում։ Ֆուտբոլ։ Ահա, երբ որ դա անում ես բազմակի անգամ կպնելով գնդակին։ Շատ հպումներով, Քիչ հպումներով, ավելի կոնկրետ մեկ հպումով, մեկ հպումով ինչ։ փոխանցում, Չէ, հենց գործողությունը։ խաղալ, գոլ։ Ինչ ենք խաղում։ Ֆուտբոլ, մեկ հպումով ֆուտբոլ։ Երբ որ կորցեցիր գնդակը, դիմացի թիմը ինչ է անում։ Խլում, Ու ինչ է հակագերով։ Ահա։ Երբ որ տենց շատ ֆուտբոլիստներով պաշտպանվում ես, Մորինյոն ինչ էր կանգնացնում։ Ավտոբուս։ Ինչ ավտոբուս։ Պաշտպանական։ Չէ, այս մեջ գործողություն է, էլի։ Ինչ տակտիկական Չէ, խաղը որն է, որ խաղում ենք գնդակով։ ֆուտբոլ, Ինչ ավտոբուս։ ֆուտբոլային ավտոբուս։ Տենց ժուրնալ կար հոլանդացիների Հինգ ֆուտբոլը վայրկյան։ Յոհան Կրոյֆի Total football։ ֆուտբոլը ասել Վերջին է։ ճիշտ Ֆուտբոլը պատասխանը։ ասել է։ Ինչ եք կարծում, հաշվենք վերջին միավորը։ Եթե չհաշվենք, Բայց հեսա դուք եք սկսում, կարող եթե մենք չհաշվենք, Ռոբերտ, եթե չեմ սխալվում, ունեցար 3 ճիշտ Այո։ պատասխան, փուլը քանի միավորանոց էր։ Միավոր չկար գրված, հետեւաբար 1։ 1 միավորանոց էր, այսինքն 3 միավոր վաստակեց Ռոբերտը իր թիմի համար եւ Արեգ Նիվանգույ։ Մի նայի, հակառակը նայի։ թեման նայի։ կարդանք Վերջինը։ ամենավերջին էջում։ Ֆուտբոլային մամուլ։ Դե ինչ, թեման պարզ է, 1 րոպեն մեկնարկեց։ Հայ ամենահայտնի մեկնաբաններից։ Արման Գարամյան, Չէ, հին սերնդի ավելի։ Քալանթ, Ֆլեն Բաքսեղյան, Չէ։ Մի քիչ ուրիշ ձև։ Առաջ ճիշտ անվան։ Ուրախ են բոլորը, ուրախ են օթյակում հավաքված։ Անցի, բայց դա կասեմ։ Ամենահայտնի մարդը, որ ասում է, որ այս ֆուտբոլիստը տեղափոխվելու է այն ակումբ։ Մամուլում, համացանցում, Չգիտեմ, Here we go։ իտալացի։ Հեռախոսով նկար ունի։ չէ, չգիտեմ։ Ծրագիրը, որ բոլոր սպորտային իրադարձությունները մեջը կան, որ գոլ են խփում, մենք իմանում ենք գոլ եղավ։ Լեսկոր, Այո։ Տելետեքստի հետ ես։ Ռուսական ալիքը սպորտային։ Միր, Վերջը ավարտվեց ժամանակը։ Միրը ժիվոտներ։ Մեկ ճիշտ պատասխան։ ով է։ Արեք։ Սլավա Սարգսյանը։ Սլավա Սարգսյանը։ Գորիկի ազգանունով Սարգսյան։ Ուրախ են բոլորը, ուրախ են Թուրքիայի արտգործ նախարարության ներկայացուցիչները։ Հանրայդ մեջբերում Ռոբերտի կողմից եւ Սարգիս հիմա քո հերթն է ընտրելու ինչ որ տարբերակ, Առաջինը ես եմ նայում թեման։ կարդալու թեման։ Շատ լավ թեմա է, աջապ սանդալակ կոչվում։ Քանի միավոր է։ Երկու միավոր։ 2 միավորից։ Իսկեն ամեն ճիշտ գուշակումը թիմին բերելու է 2 Ես ճիշտ միավոր։ ասած մի փոքր դիետայի վրա եմ աջապ սանդալի չեմ ուզում։ Ես կարող եմ բառերով բերեմ, եթե չի։ Դավայ։ Ինչա։ Դե ինչ, 1 րոպեն մեկնարկեց։ Որ 2 հատ գոլ են խփում ոնց Դուբլ։ կոչում, ահա։ Մի հատ բատը էր գնացել մեր հայ ֆուտբոլիստներից, գոմել խաղած։ Ահա, Անուն ազգանուն։ հին ֆուտբոլիստ։ Չէ, հայ, Հիմա Ամերիկա է։ Կարող է Հենրիկ Մխիթարյանից հետ մի բանից էր էլի, Կատունյաններ, 17 համար չէ։ կար, չէ, մյուսը։ Չէ, գոմել։ Լավ, Լավ, անցա։ քո անունով իտալացի մարզիչ ասա։ Ռոբերտո Դի Մատեո։ Չէ, մյուսը որ տղեն էլ է խաղում կարծեմ
Մի հատ Մոտեո։ հիմա Ռոբերտո չգիտեմ լավ իտալացի մարդ։ ծերեթելիում Մանչինի, ապրես Միկայի Մարդադաշտը, նայրի։ Չէ, ապրես նայ։ Միանգամից Հրաշամանուկը անգլիացի, որ ռեալ եկավ։ Օվեն։ Ապրես, էսի Մայքլ։ Բավարիայում է խաղում, 10 վայրկյան։ աչք վինգերա։ Աչ հիմա։ Հա, աչք կամ ձախ է խաղում։ Կոմաննա։ Չէ, բանի Բարսելոնայի 10 համարի անունով է։ Վերջ Լամին ավարտվեց Յամալ Մուսիալա։ ժամանակը Մուսիալա։ 4 ճիշտ պատասխան 4 ճիշտ պատասխան։ միավոր Բաններ, Զավեն Բադոյանն էր։ Հա։ երևի կհիշես բանանցում մկրատով Ոչ մեն բանացում մկրատ գորեր ցանկացած տեղ։ Հացեք արդեն։ Էսի Իրան, աջոբ սանդալը չէ։ հիմա արդեն քո հերթն է թեման Աշխարհի ամենաուժեղ առաջնություն։ եւ 1 րոպեն գնաց Երրորդ մասում էլի այտենց ֆուտբոլային մարզադաշտ։ Նայր ինչ է։ Միկան, Ապրես։ Հիմա Ալաշկերտի մարզիչը։ Վայգեվորգ։ Այդ ուրիշ ֆուտբոլ ու այդ հաղորդումը, որ YouTube-ով արում են 4 հոգուց մի հոգին է։ Ասա, անունները ասա, ովքեր։ դա Երվանդը, Չէ, Ռոբը, չէ, Արեգ, չէ, մյուսը։ կարծում եմ Կարեն Ռաֆայելյանի Հայք չէ, այն Արման Աբելյան։ Ապրես։ Ահա։ Հիմա 7 համար Արարատ Արմենիայի։ Արտուր Սերոփյանը չէ, այն հակառակ Գիրես Շահոյանը։ Ապրես։ Ասան Ինչ Ավակյան դարպասապակա։ 10 Հերի վայրկյան ու Կարեն Ինչյան ազգային հավաքականը հրավիրում են Ալաշկերտից։ Կարեն Ինչյան։ Մելքոնյան։ Չէ, այն մյուսը։ Կարեն Նալբանդյան։ Ապրես, Էրին Նալբանդյան։ ապրես։ Էրին, հա։ վերջ ավարտվեց ժամանակը կարծում եմ գուշակեցիք Իսկ քանի միավորանոց էր ձեր։ Հա, մեր մոտ գրում է քանի միավոր ես չեմ։ Միավոր չկա։ միավոր չկա 1 Հա, միավորանոց Հայաստանը տենց է, չէ՞։ Մեր երկու միավորանոցերի դեպ։ կարծում եմ 2 գուշակեցիք թե որն էր աշխարհի ամենաուժեղ առաջնությունը ըստ մեզ 5 Հինգ ճիշտ միավոր պատասխան, եւ արդեն մենք կարող ենք գնալ երկրորդ շրջանին Երկրորդ Ռոբերտ, շրջան։ պատրաստ ես։ Դնում ենք այս կողմ եւ վերցնում Ստա սա։ երկու միավորներն է, այս մեր մոտ մի միավորներն է։ ես վստահ եմ որ պատահականության Չէ, սկզբում մեր կարող առաջինն բաժանվել էր մի միավոր։ Մեր թեման Դոնալդ Թրամփ։ Երկու միավորանոց։ երկու միավորանոց Քաղաքական թեմաներ են դե մեր լավ մոտ։ կարծում եմ տենց է ստացվում Արդեն ինձ քուշ կպատասխանել։ Այս Աֆղանստանից մինչև Դեգս կվերցնի։ դե ինչ 1 րոպեն գնաց Ուր մտան ամերիկացիները, չէ, կատակ եմ։ Դեվիդ Բեքհեմի ամերիկյան թիմը։ Լոս Անջելես Գալաքսին թե Մայամին, Ինտեր Ահա, Մայամի։ այո։ Ինքը ամերիկացի է, բայց Միլանում 10 համար է խաղում։ Վիերիաուն ինչ էր։ Քրիստիան Պուլիշիչ։ Ապրես։ Ինչպես են ամերիկացին անվանում այն մեր սպիրած սպորտաձևը։ Սոքեր։ Այո։ Եվ իրենց առաջնությունը ինչպես է կոչվում։ Չեմ կարող ասեմ։ Այստեղ բանը հապավումն է պետք է բաց ասել։ MLS։ Ապրես։ Իրա հայրն էլ էր ֆուտբոլիստ։ Դոնովանին մենակ գիտեմ ամերիկացի, ոչ մի ֆուտբոլիստ չգիտեմ։ Այն ռուս рэպեր կար է։ Գուֆը։ Չէ, մի քիչ ավելի, ահա, էդի 10 անունն վայրկյան է։ Եվ ազգանունը Չգիտեմ։ հայրը Ջորջը։ Բուշ։ Չէ։ Հա, Ջորջ Վեան, հա, տղան չգիտեմ։ ավարտվեց ժամանակը մենք ճիշտ ենք հաշվում Թիմոթի Թիմոթի Վեան։ Վեան ճիշտ պատասխան քանի ճիշտ պատասխան ունեցաք Ռոբերտ քանի միավոր վաստակեցիք 5 ճիշտ 5 պատասխան։ ճիշտ պատասխան այսինքն հատ 10 միավոր եւ Այդ երկու միավորանոց էր։ երկու միավորոնց էր Դոնալդ Տրամփ փուլը եւ արեք չի ճպտում ձեզ բախտը բայց հիմա ունես խաղի մեջ բեկում մտցնելու հնարավորություն Բեքհեմ մտցնելու կամ բեկում մտցնելու։ Այդ ասածը։ շատ Կարա մի հատ փորձեք։ Ամենած 3 հատ, հա, 1 2 3։ Այն առաջինն է։ պատրաստ ես Օ, Մադրիդի Ռեալի առաջնություն։ Թեման։ 1 րոպեն գնաց Գերմանացի հայտնի մրցավար Ռեալի խաղերը Չեմպիոնների լիգայում միշտ իր հետ էր ասոցացվում։ Դա անցանք։ Գերմանացի ֆուտբոլիստ ամենահայտնի։ Ռեալում խաղաց է։ Չէ։ Չեմպիոնների լիգայում լավագույն ռմբարկուներից։ Կլոզե։ Հիմա
Հիմա խաղում է։ Հիմա խաղում է, բայց Ռոյս? Բավարիայում չի։ Ամերիկայում է։ 7-ը։ Չէ, հանցանքրավ։ Չեմպիոններ լիգա հովանավորը Կարաջերից։ Հայնիկեն։ Ճիշտ է։ Ու են դնելու։ Ռեալի սաներից չիպսել կա այդ անունը։ Անցանք։ Նորվեգական ո՞ր թիմը հրաշք գործեց Չեմպիոններ լիգայում։ Ուզոգլի։ Ճիշտ է։ Բավարիայի 10 վայրկյան։ մարզադաշտանն։ Մյունխեն ոնց էր։ Անցանք Ռեալի Ալիաս Արենա։ Ճիշտ է։ Ռեալի էսպահին լավագույն արձակումը։ Մբապե։ Ճիշտ է։ Ճիշտ է, սա վերջին Ճիշտ է։ Տենց հեշտ է բացած։ պատասխաններ արեք, քանի ճիշտ պատասխան, 4 ճիշտ պատասխան, այս փուլը 1 միավորանոց էր, Սարգիս։ Մյուլլա։ 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 Ավերիով Թեմա Բելլա Չաո։ Գիտես, ասա։ Բելլա Չաո։ Բելլա Չաոն Երևի է, իտալական երևի ինչ որ 1 րոպեն գնաց։ Յուվենտուսին ոնց են անվանում։ Ծեր սենյորա Այո, կամ Էշեր։ հա, Յուվենտուսի լեգենդար դարպասապահ։ Ջանլուիջի Բուֆոն։ Ահա։ Որտեղ էր խաղում Կվարացխելյան, իտալական։ Նապոլի։ Ահա, Ռոմայի լեգենդը, Տոտի։ իմ անունի 2 տառով սկսվող իտալական թիմ։ Դες բաներ կա։ Սալերնիտանը։ Չէ, ավելի հասարակ մի քիչ։ Սասոլո։ Չէ, մյուսը։ Սամպդորիա։ Ահա, Միլանի դաշտը, Սան Սիրո։ ահա, հիմա երևի Միլանի մարզիչով է։ Միլանի Մաքս Ալեգրին։ Ահա, Հա։ լրիվ կարաս ասես։ Մասիմիլիանո Ալեգրի։ Ահա, այս մեկին էլ չգիտեմ։ Դե 10 10 վայրկյան։ վայրկյան, փորձենք ինչ Այն որ հայերը իրան ոնց են ասում ջիգարով սենց։ Ջան։ Ահա, Ջանլուկա Վիալի։ չէ, Պիերո Գասպերին։ ավարտվեց ժամանակը, քանի ճիշտ պատասխան ունեցանք, հա։ 7 ճիշտ պատասխան ունեցավ Սարգիսը եւ ընտրության հնարավորություն չկա, վերջին կտրոնները, որն է թեման։ Ինչքան ուզենք, այդքան խփենք։ Եվ այսպես 1 րոպեն գնաց։ Իտալիայի լեգենդ 21 համարներ։ Միլանում որ խաղում էր։ Պիրլո։ Ահա։ Արա Պիրլո։ 10 համար Իտալիայի հավաքականների լեգենդ։ Զախ պաշտպան Բրազիլիայի լեգենդ։ Կապ։ Չէ, զախ պաշտպան։ Մարսելո։ Քաչալ։ Ուդարները զախլիկ։ Իմանը ոնց է։ Ռոբ։ Ահա։ Մոռաց։ Ինչ ալկարաս տենիսիստ։ Կարլոս, Ռոբերտո Կարլոս։ Ապրես։ Մեր հայ ամենաուժեղ ֆուտբոլիստը։ Այնո։ Իա Ամլետ մխտե։ ահա։ 8 համարներ ոնց որ Բրազիլիայի հավաքականի էլի։ Չէ, ուրեմն համարը սխալ եմ ասում։ 10 վայրկյան, Որ ասեր կականա չենք իմանա որ ինքը չի։ 7 համարը Լիվերպուլից գնալ կոլումբիացի էր։ Դիաս։ Լուիս Դիաս։ Ահա։ Չէ, կներես էսի սխալ եմ ասել։ Չելսիի պաշտպանն էր 4 համար Գանգուր Մազերով Բրազիլիա։ Դավիդ Լուիս։ ժամանակը ավարտվեց։ Այդ վերջին է հաշվենք։ Վերջինը եկեք հաշվենք։ Ես ուղղակի ուզում եմ տեղեկացնել, որ թեման 8 համարը։ Ժունինյոն, ես չգիտեմ։ թեման տուգանային հարվածներ իրացնողներն էին եւ Համլետ Մխիթարյանը, ոչ թե նկատի ունեինք Հենրիկ Մխիթարյանի հորը, այլ Լեհաստանի դարպասը գրաված Համլետ Մխիթարյանին, բայց տարբերակը համարում ենք 30-40-ներ։ 30 մետր, 40 մետր, 50 մետր, ինչքան ուզենք խփենք, իհարկե չեմ ասի, թե ում հայտնի արտահայտությունն է դա։ Երկրորդ փուլը ավարտվեց, դուք էկրաններին տեսնում եք խաղի ամբողջական հաշիվը, առջևում են Ռոբերտը եւ Սարգիսը, բայց մենք ունենք երրորդ փուլ, որի ընթացքում կարող ենք փոխել բեկում մտցնել կամ մոտենալ միավորներով թեկուս Սարգիսին եւ Ռոբերտին։ Դե ինչ, մենք մեկնարկում ենք երրորդ փուլը։ Ես դες պատմեմ այս փուլի կանոնների մասին, թիմակիցներից մեկը կրելու է ականջակարնել, ում կընտրելու է Go Sport FM-ը, իսկ մյուս թիմակիցը փորձելու է բերանի շարժումներով հուշել ինչ որ ֆուտբոլային արտահայտություններ, անուններ, անվանումներ եւ այլն։ Եթե դուք
պատրաստ եք երրորդ փուլին, կարծում եմ կարող ենք սկսել այն Ռոբերտ կրկին Մենք որպես պատրաստ ենք, հաղթողի, այո, մեր խաղաղացվածությունը հեսա էլի որպես չինգաչունգը հաղթած մարդ որոշիր թե ով է Մենք մեկնարկել։ Դուք կսկսեք, իսկ ավելի կոնկրետ ավելի կոնկրետ ես։ դու կկրես ականջակալները, թե դու կբացատրես։ Ես կկրեմ ականջակալները։ Ռոբերտը հիմա ականջակալներով վայելում է Go Sport FM-ը, իսկ մենք հիմա Սարգսի միջոցով պետք է փորձենք ֆուտբոլային բառեր պարտադրենք, բացատրենք Ռոբերտին։ Պատրաստ ես Սարգիս։ Այո։ 1 րոպեն գնաց, առաջին բառն է Ադրիանո։ 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 Ճիշտ է, Նեյմար։ Neymar. Միատել։ Neymar. Նեյմար։ Ռոբերտո Կարլոս։ Roberto Carlos. Հեստ է Ռոբերտո Կարլոս։ Խավիեր Սավիոլա։ Javier Saviola. Խավիեր Սավիոլա։ Այո. Դանի Ալվեշ։ Dani Alves. Դանի Ալվես։ Ապա լսվում է։ Կրասնոդար։ Krasnodar. Krasnodar. Շուտ։ Միատե։ Krasnodar. Ֆուտբոլիստա։ Մարզիչա։ Դաշտա։ Krasnodar. Դաշտի։ Krasnodar. Krasnodar. Չեմ ճոզում։ 10 վայրկյան, Ճաղարյան, Çağaryan. 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 վերջ ավարտվեց Վայրան չկա։ ժամանակը, եթե դուք չէիք նկատում, Սարգիսը նաև դեմքի միմիկաներով բացատրում էր ֆուտբոլիստներին, ոչ միայն Ճագարիկին բացատրեց, եթե չեմ սխալվում, իսկ Ճագարով։ Ճագարինի, Սավիոլային, Լավ էր Ճագարինի։ Ռոբերտ, վայելում էիր։ Վայելում էի, բայց վերջում Բայց անհասկանալի է։ վերջում իհարկե Ճաղարյանը եւ Ճաղարյանը Կրասնոդարը Օ, այդ պետք է շոտ հերվից գայր։ կարողացար գուշակել։ Հա, բայց կարա օրինակ Յան Սպերցյան բացատրեի ու տենց Եթե այդքան ժամանակ ծախսեին Կրասնոդարի վրա, իհարկե։ Հիմա հերթը ձերն է, ով է կրելու ականջակալները եւ ով է բացատրելու Բերանի շարժումների միջոցով։ Ով կրի։ Ես։ Մենք չենք կարա տղեկ դուք դիլեք։ Մեկը երկուսը անելու է։ Հա։ Դե ես կսկսեմ։ Դե ինչ, հիմա Արեգի եւ Միհրանի թիմից Արեգը կփորձի բացատրել ֆուտբոլային բառեր Միհրանին, ով կրելու է ականջակալներ։ Պատրաստ ես Արեգ։ Այո։ Դե ինչ, ձեր 1 րոպեն մեկնարկեց Չանչարևիչ։ 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 Ճիշտ է։ Ճիշտ է, Էդուարդ Մարկարով։ Էդուարդ Մարկարով։ Էդուարդ Մարկարով։ Մարկարով։ Ճիշտ է, Պորտու։ 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 Ճիշտ է։ Էրիկ Կամբեք են Տենհագ։ անելու։ Էրիկ Տենհագ։ Էրիկ Տեն Լուիշ։ Անցանք։ Լուիս Սուարես։ Լուիս Սուարես։ Ցույց տու։ Լուիս Սուարես։ Կծի։ Անցանք։ Մարկո Ռոյս։ Մարկո Ռոյս։ Ինչ։ Մարկո Ռոյս։ Ռոյս։ Մայրը գյոց է։ Նույն վակրակաս։ Անցանք։ Գաբրիել Բատիստուտա։ Անցանք։ Ստիվեն Ջերարդ։ Սթիվեն Ջերարդ։ Ստիվեն Ջերարդ։ Ճիշտ է։ Ռայան Գիքս։ Ռայան Այնց հանգիստ ասում։ Գիքս։ Գիքս։ Ռայան Զիդան։ Անցանք։ Անցանք։ Ուրարտում։ Վերջ, ավարտվեց, ավարտվեց։ Մի րոպե։ Վերջին փորձը։ Թույլ տանք։ Ռալտու։ Չէ։ Կարող ես հանել ականջակալներ, բավականին հետաքրքիր դրվագներով լի բացատրություն էր, այսպես ասած, եւ հիմա Էդուարդ Մարկարով։ Ռոբերտ, պատրաստ ես Շատ հանգիստ ես ասում, սա կամաց չեմ ասում։ կատարում էր Սարգիսը բառի բուն իմաստով։ Այո։ 1 րոպեն գնաց։ Անսու Ֆատի։ Անսու Ֆատի։ Անսու Ֆատի, Զլատան Իբրահիմովիչ։ Զլատան Իբրահիմովիչ։ Իբրա։ Zlatan Ibrahimovic. Տերի Անրի։ Թիերի Անդի։ Թիերի Deli Ali. Թիերի Անդի։ 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 Արսենալ։ Արսենալ։ չեմ հասկանում մյուսը։ Անցանք։ Շատ լավ։ Վիսենտե Դել Բոսկե։ Վիսենտե Դել Բոսկե։ Այն բեխերով մարդը։ Դել Բոսկե։ Դել Բոսկե։ Իսկ մեր համենը Բարեր Կուլիբալի։ ասա գոնե, բարեր։ Կուլիբալի։ Dembele. Ճիշտ է։ Wembley. Wembley stadionu. Կուլիբալի։ Կուլիբալի։ Koulibaly. Այո։ Լեոն Գորեցկա։ Լեոն Գորեցկա։ Լեոն
Leon, Էրո։ Leon, 10 վայրկյան, Goretska, 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 Գովիզան։ Գոլ։ Goretska, Ֆորցա։ Goretska։ վերջ, ավարտվեց ձեր ժամանակը եւ արդեն վերջին հնարավորությունը միավորներ վաստակելու Արեգի եւ Միհրանի համար։ Դե ինչ, 1 րոպեն գնաց, Իվու, Իվու։ Իվու։ Իվու Սարդարապատ, Սարդարապատ։ 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 Սարդարապատ ճիշտ է, Արարատ, Արմենիա, Արարատ, Արմենիա։ Արարատ, անցանք Արարատ, Արմենիա։ Արարատ Արմենիա Ապրես։ Յուլիան Նագելսման, Անցանք Ստիվեն Ջերարդ, Ստիվեն Ջերարդ։ Ջերարդ, Ստիվեն Ջերարդ։ Ստիվեն Ջերարդ։ Ջերարդ Ապրես։ Դանի Օլմո, Օլմո, Օլմո ճիշտ Ապրես։ է, Արտուրո Վիդալ, Արտուրո Վիդալ։ Արտուրո Վիդալ Ապրես։ 10 վայրկյան մնաց, Կիլիան Մբապե Կիլիան Մբապե։ Մբապե եւ Ջանլուիջի Բուֆոն։ Բուֆոն։ Բուֆոն Ապրես։ Վերջ, ժամանակը ավարտվեց, կարծում եմ հաջողված փուլ էր եւ մենք ունեցանք նաեւ հաջողված երրորդ փուլ, բոլոր թիմերը, երկու թիմերն էլ կարողացան բավականին միավորներ կուտակել, բավականին հաջող կերպով կարողացաք իրար հետ լեզու գտնել, իսկ մենք գնում ենք ամփոփելու մեր խաղը։ Մեր գործընկերն է Food Park-ը, որտեղ մենք անցկացնում ենք օֆլայն ուրիշ ֆուտբոլային քույզներ։ Հետևեք այս հաղորդման նկարագրություններ բաժնում տեղադրված Telegram-յան ալիքին, որտեղ կիմանաք օֆլայն ուրիշ ֆուտբոլային քույզների օրերի, ժամերի եւ գրանցվելու կարգի մասին, ինչպես նաեւ կկարողանաք պատասխանել on-line ինտելեկտուալ հարցերի։ Մոտեցավ իր ավարտին մեր այսօրվա ֆուտբոլային ինտելեկտուալ բաթլը, հաղթող ճանաչվեցին Ռոբերտը եւ Սարգիսը, եկեք ծափարենք նրանց, բայց մեր հյուրերը չեն գնա դատարկաձեռն, Արմենիա վայնի կողմից նվերներ մեր հյուրերին, Տակար Էքստրա Բրուտը։ Տակար Էքստրա Բրուտը լավագույն տարբերակն է, ինչպես պահն անմոռանալի դարձնելու եւ ամենակարևոր առիթները նշելու, այնպես էլ միայնակ կամ հաճելի ընկերակցությամբ վայելելու եւ լիցքաթափվելու համար։ Գինին բաց ծղոտագույն երանգ ունի, նուրբ ոսկեգույն փալ, իսկ գավաթի մեջ լցնելից առաջացող մանր ու կենթանի փրփուրները ստեղծում են տոնական գրեթե ռոմանտիկ տրամադրություն։ Ռոմանտիկը չգիտեմ, բայց տոնականը միանշանակ մեր Եկեք շնորհավորենք ինքներս մեր առաջին հաղորդման կապակցությամբ, կարծում եմ լավ խաղ ստացվեց, հաճելի էր բոլորին, իսկ մենք կհանդիպենք։ Իսկ հիմա հարց ֆուտբոլասերների համար։ Քրիստոնեական տոնի հետ կապված երկու ինչ միանման առարկա օգտագործեց մրցավար Իվալյո Ստոյանովը ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ։ Այս հարցին կարող եք պատասխանել հաղորդման մեկնաբանություններ բաժնում։ Իսկ հաղթողին պատահականության սկզբունքով կիմանանք ուրիշ ֆուտբոլի Instagram-յան էջի ստորիներ բաժնում հաջորդ ուրբաթ։